Խոսենք այսօր այն մասնագետների մասին, ովքեր որ ունեն տարիների փոր, հաճախորդներ եւ այն հաճախորդները, ովքեր որ այցելում են տարիներ շարունակ, ամիսներ շարունակ, հանկարծակի երբ մասնագետը հեռացնում է ծածկույթը, նկատում է որևէ խնդիր եղունգների վրա։ Վնասված չոր եղունգներ, որոնք արտահայտիչ սպիտակ գույն ունեն, մենք հասկանում ենք, որ ստեղ լիպիդային բալանսը արդեն չկա եւ պետք է խոնավեցում եւ վերականգնում կատարել եղունգների լամինացիայի շնորհիվ։ Եթե կատարենք նման եղունգների վրա ծածկույթ, ապա կարող ենք ստանալ անիխալիզիս։ Նույնպես շատ սխալ է, երբ հաճախորդը ինքնուրույն պոկում է եղունգները, վնասում է դորսալ շերտը։ Մասնագետը համաձայնվում է նման եղունգների վրա կատարել ծածկույթ, նամանավանդ հաստ ծածկույթ, նամանավանդ բազայով հարթեցում։ Բնականաբար մենք հանդիպում ենք նման խնդիր, որ այրվածքն է եղունգի, անիխալիզիսը եւ ալերգիան։ Դրա համար խորհրդատրվում, երբ եղունգները վնասված են եւ հաճախորդը ցանկանում է ծածկույթ, ապա առաջարկեք նրան կամ պոլիգերով ամրացում կամ դիպսիստեմայով ծածկույթ, որը կատարվում է առանց լամպի եւ չի առաջացնում այրոց։ Դեսք հաճախորդներին խորհուրդ կտամ քիչ օգտագործեն քիմիական նյութեր, որոնք որ օգտագործում ենք տանը մաքրություն անելուց առանց հաստ ձեռնոցների, որովհետեւ նույն այդ նյութերը կարող են բերել այրվածքների եւ ալերգիաների։